Շնորհակալ եմ հարցերի համար, երևի սկսեմ այն հերթականության, որ դուք տվեցիք Նռնաձոր Շևանի-Ձոր ճանապարհի մասով, ի սկզբանե էլ պայմանագրով նախատեսված է եղել 2026 թվականի մարտին ավարտել աշխատանքները։ Աշխատանքների զգալի մասը իրականացված է եւ հիմա հնարավոր է ճանապարհով անցնել եւ հասնել Նռնաձոր, իհարկե ճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացվում եւ խորհուրդ չի տրվում, ես նախորդ տարվա դեկտեմբեր ամսին, եթե չեմ սխալվում, այց եմ արել եւ անձամբ այդ ճանապարհը անցել եմ եւ համոզվել եմ, որ ճանապարհի կառուցման աշխատանքները, կառուցման կտորի աշխատանքների զգալի մասը արդեն ավարտված է։ Ինքը բարդ ռելիեֆով պայմաններ են, մեր լրատվական գործընկերները, ովքեր իմ նշած մեդիատուրի ժամանակ իրենք մասնակցել են, մենք այնտեղ եղել ենք։ Առաջին փուլով նախատեսված է ճանապարհի կառուցման աշխատանքներ առանց ասֆալտապատման եւ երկրորդ փուլում ասֆալտապատման աշխատանքներ։ Սրան զուգահեռ նախորդ տարվա վերջին ճանապարհային դեպարտամենտը հայտարարել է նաեւ ասֆալտապատման աշխատանքների մրցույթ եւ մեծ հավանականությամբ մենք այս պահին կամ արդեն ունենք կապալառու այս մասով կամ մոտ են կապալառուի հետ պայմանագիր ունենալուն, այսինքն աշխատանքները իրականացվում են պլանավորվածի համեմատ։ Պիտի ասեմ, որ ցավոք սրտի Ձորը երբեք Մեղրիին, Ագարակին եւ մյուս բնակավայրերին կապող ճանապարհ չի ունեցել, երբեք չի ունեցել, եւ այն ճանապարհը, որը օգտագործվում է երթևեկության նպատակով, ինքը նախատեսված է եղել երկաթգիծ որպես, աշխատել է որպես երկաթգիծ, թալանվել է ժամանակին եւ մենք հաշվի առնելով մեր երկաթուղային ցանցի արդիականացման եւ ընդլայնման աշխատանքները, այնտեղ դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցման տարածք եւ ճանապարհի հատում որպես այդպիսին երկաթգծի հետ նպատակահարմար հարգելի գործընկերներ, քանի չկա որոշակիություն, ես դեռ կմնամ մեկնաբանություն անել, բայց մենք ինչքան էլ երկաթուղու տարածքը թալանված է, մենք դա դիտարկում ենք որպես երկաթուղի եւ Հանրապետության վարչապետի հանձնարարականում ճանապարհ են կառուցում դեպի Նռնաձոր։ Իմիջիալոց Նռնաձորում բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել եւ ես նախորդ տարվա ընթացքում առնվազն 4 կամ 5 այց եմ ունեցել Նռնաձոր հետևելու այդ աշխատանքների իրականացմանը եւ յուրաքանչյուր այցի արձանագրել են, որ այդ թվում նաեւ ճանապարհի կառուցման աշխատանքները արագ տեմպերով առաջ են գնում եւ եղանակով պայմանավորված այս տարվա ընթացքում մենք դա կավարտենք առնվազն առաջին մասի աշխատանքները։ Ինչ վերաբերվում է էլեկտրաէներգիայի հետ կապված հարցին, այո, մեր համար առաջնահերթություն է մեր 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը, ինչը ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի, այսինքն ներմուծել արտահանելու տեսանկյունից, այլև գաղտնիք չի, մասնագետները կհաստատեն, ինքը կայունություն է հաղորդում էներգահամակարգին, այնպես ինչպես այս պահին Հայաստանի էներգահամակարգը կայունություն է հաղորդում Վրաստանի էներգահամակարգին եւ հակառակը, ինչպես նաեւ Հայաստանի էներգետիկ համակարգը կայունություն է հաղորդում Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգին եւ հակառակը։ Մենք արդեն ասացի, որ նախորդ տարվա տեխնիկապես հնարավոր է 4 հարևանների հետ էլ դա կատարել, այսինքն տեխնիկական խոչընդոտ որպես այդպեսին չկա։ Մնացած մասով հույս ունեմ զարգացումներ կլինեն եւ մենք պատրաստ ենք այդ զարգացումներին, իսկ մտահոգություն չունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված, ավելին էներգետիկ ոլորտում ունենք հրաշալի համագործակցություն, նախորդ տարվա ընթացքում ամբողջ 12 ամսվա ընթացքում մենք կայուն էլեկտրաէներգիա ենք մատակարարել Իրան եւ այնտեղից ստացել ենք գազ։ Իրանի գործընկերները տեղյակ են միասնական էներգետիկ կոմպակտի մասին, դարձա հաշվի առնելով աջակցական էլեկտրաձգավորությունը եւ կներեք փոքր այդպես բարամասն է բաց կապված, փոխակերպի կայանի հետ կապված արդեն կամ ծրագրեր կամ համակարգում կամ ժամկետներ երբ նախատեսում կամ նախատեսում ոչ։ Ժամկետներ չկան, ես նախորդ տարվա ընթացքում այց եմ կատարել նաև Թուրքիա, այնտեղ հանդիպել եմ Թուրքիայի էներգետիկ ոլորտը համակարգող նախարարի հետ, ֆիքսել ենք, որ դա տեխնիկապես հնարավոր է իրականացնել, ժամկետների եւ տեխնիկական լուծումների մասով այս պահին աշխատանքներ որպես ամփոփում իրականացված չի։ Միասնական չի Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր էներգետիկ ցանցը, միացած է եւ այդ միացածությունն է արտահանում եւ ներմուծում իրականացնելու հիմնական հնարավորությունը, միակ հնարավորությունը, բայց նաեւ այդ միացված լինելու հանգամանքը բավարար է, որ դա կայունություն հաղորդի երկու երկրների էներգետիկ համակարգերին,
Կուզեմ նաև անդրադառնալ, որ մենք շուրջ 85% իրականացված աշխատանք ունենք Հայաստան-Իրան 400 կՎ զորությամբ գծի կառուցման մասով, այնտեղ աշխատանքները որոշակի դադարներով են իրականացվել տարբեր ժամանակներում, պայմանավորված իրանական կապալառու ընկերության կարողություններով, բայց նախորդ տարվա վերջին ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել, նաև առաջընթաց ունենք դեպի Վրաստան նոր գծի կառուցման մրցույթի մասով։ 3 լոտերից 2-ի մասով մրցույթային գործընթացներ են եւ ես վստահ եմ, որ մենք 2026 թվականի ընթացքում 3-ի մասով էլ կունենանք շինարարների հետ պայմանագիր, դրանք միջազգային մրցույթներ են եւ մեծ հավանականությամբ միջազգային ուրեմն ընկերությունների ներգրավմամբ մենք այդ գծի կառուցման աշխատանքները կսկսենք։